բնակապահովման շահառու ենք, գնել ենք այս տունը, սերտիֆիկատ անում էր 27 միլիոն, բայց հոկտեմբերյանի Ամասիա գյուղում գնել ենք 15 միլիոն 200 հազարով տունը, վերանորոգման կարիքները կան, կվերանորոգենք, մնացորդի գումարի պահը արդեն հենա դրված է դրաֆտում քննարկման, հուսանք, որ այդ ծրագիրը շուտ դուրս կգա, այդ վերանորոգման հարցերն էլ արդեն տեղում կլուծվի։ Տան գործընթացը ընտրելու մի քիչ բարդ էր, քանի որ տարածքներն էին նայում զուտ գյուղական պայմաններում, որտեղ որ հողը լինի ու այդ հողում գործ անենք, մշակենք։ Այս տարածքը ընտրեցինքների համար, որ ոռոգման ջուր կա ինքը այդ հիմա, պլյուս հողա տարածքը շատ մեծ է ու այդ խաղողի այգին, որ մեջ ինքը որ պիտի մշակում ենք իմի, զուտ ընտրությունն հենց եղա, որ կանգնեց հենց այս գյուղի վրան, Ամասիա գյուղի վրան, քանի որ տարածքը զուտ մեր Մարտակերտի կլիմայի նույն կլիման, հա, համ Նուրն է դառնում, համ Կարալյոկն է դառնում, ոնց որ ընդեղ էր, մեր մոտ էր։ Մենակ մեր ընտանիքը 9 հոգի են, 27 միլիոն, 27 միլիոնը կառավարությունն ենք իր հաշվին ինքը փակելու է դա։ Դա հետ վերադարձով չի, ոչ մեկը հետ վերադարձ չի անելու դա։ Օրդորոսն ժողովրդին է, ստից բաներին մի լսեք, հետ վերադարձ չկա, գումարը պետությունը տալիս է, պետությունն էլ ինքը փակում է բանկին։ Այս տարածքն էլ է մերը, այս երկրորդ շինությունն է, որը հետագայում էլի տուն կդառնա, առաջարկ կանգնեցրած, երևի եթե այդ գումարի տակ է ինչ-որ մի բան կմնա, երևի կսկսենք սրա երկրորդ հարկի կառուցումը։ Ներկայում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում նկատվում է դիմելիության աճ, եւ եթե խոսենք թվերով, ապա այս պահի դրությամբ արդեն 1000-ից ավել հավաստագրեր են տրամադրվել մեր հայրենակիցներին, որոնցից շուրջ 100-ն արդեն իրացվել է, պետական բյուջեից շուրջ 130 միլիոն դրամ է ուղղվել այդ աջակցությանը, եւ մենք ունենք ընտանիքներ, ովքեր աջակցությունը ստանալու արդյունքում զրոյացրել են իրենց հիպոթեկային վարկերը։ Աջակցությունը ծրագրի շրջանակում ուղղակիորեն կախված է այն բնակավայրից, որտեղ մեր հայրենակիցները ձեռք կբերեն կամ կկառուցեն իրենց գույքը, եւ կա 3 տարբերակ, այսինքն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով 3 միլիոն դրամ, 4 միլիոն դրամ կամ 5 միլիոն դրամ։ Բարեփոխումների արդյունքում արդեն ունենք հսկայական ցանկ 4 միլիոն արժողությամբ բնակավայրերի, որտեղ հարկ եմ համարում նշել, որ կան բազմաթիվ քաղաքային բնակավայրեր եւ բազմաթիվ Երևանամերձ բնակավայրեր, վերջին փոփոխության արդյունքում ցանկում ավելացավ Կոտայքի մարզից Հրազդան խոշորացված համայնքը, քաղաքը հարակից գյուղական բնակավայրերով, Արմավիրի մարզից Արմավիր եւ Բաղրաման բնակավայրերը, ինչպես նաեւ փոփոխության արդյունքում 4 միլիոնանոց բնակավայրերի ցանկը համալրվեց ամբողջությամբ Լոռու եւ Շիրակի մարզերի բոլոր բնակավայրերով։ Էսի հողն է տան, ինքը 3600 մետր է, տանը տարածքով, կա մեջին խաղողի այգի, մեծ հողատարածք է, որը ինձ թվում է հերիք է մեր այդ 9 հոգանոց ընտանիքին, ու այս պահին էլ նա ծնողներս աշխատում են Պոստանում։ Հարմար տարբերակ էր այս տարածքում, ու պլյուս Երևանի շատ մոտիկ։ Խաղողի բաղեր են, 10 քանի շարք խաղող է, տնկած ծառներն են, նոր ծառեր են դրած։ Մեծ մասը բերքատու է, այս տարի արդեն իր բերքը կտա, կտենանք հենց այս տարի բերքը այս տանը։ Ծրագրի շահառու դառնալու համար կան հստակ սահմանված պահանջներ, որոնցից կարևորագույնը այն է, որ ընտանիքի բոլոր անդամները պետք է ունենան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, պետք է հաշվառված լինեն միգրացիա եւ քաղաքացիության ծառայության բռնի տեղահանվածների տվյալների շտեմարանում կամ Լեռնային Ղարաբաղի օպերատիվ շտաբի կողմից հաշվառված տվյալների շտեմարանում, նրանցից որևէ մեկը չպետք է ունենա 50% եւ ավել մասնաբաժնով իրեն պատկանող սեփականություն Հայաստանի Հանրապետությունում եւ որևէ մեկը չպետք է հանդիսանա նախորդիվ իրականացված Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շահառու։ Եվ բոլոր այդ պահանջներին բավարարող մեր հայրենակիցները պետք է դիմեն առցանց եղանակով housing.soc-service.am հարթակի միջոցով, ստանան իրենց հավաստագիրը եւ մոտենան գործընկեր ֆինանսական կազմակերպություն, որոնց ցանկը նախարարության պաշտոնական կայքեջում հրապարակված է։
Ես եւս մեկ անգամ հորդորում եմ մեր հայրենակիցներին օր առաջ դիմել ծրագրին, ստանալ հավաստագիրը եւ կառուցել կամ ձեռք բերել անշարժ գույք Հայաստանի Հանրապետությունում։ Հիմի նորից ես իմ հողում եմ, իմ ջրում եմ, իմ գործունեությունը նորից շարունակելու եմ մեր առօրյայով, թե ես, թե կինս, ես նորից ծառայության մեջ կմտնեմ, կինս էլ իր աշխատանքով, ծնողներս էլ բոսանովան եմ արդեն, էսա ինչ կա, տղաներս էլ կմեծանան, կծառայեն ստեղ պաշտպանության բանակում, ու հուսով եմ, որ լավ կլինի ամեն ինչ։